Շատ մշակութային էր այսօրվա մեր թողարկումը, երաժշտական աշխարհը ամփոփեցինք, թանգարանային աշխարհը, թատերային աշխարհից հյուրեր ունեցան կրթություն, այո, եւ հիմա վերադառնալու ենք բժշկական աշխարհ, գիտական աշխարհ, սիրելի հեռուստադիտողներ, եւ ամփոփելու ենք ձեզ միասին շատ կարեւոր մի գիտաժողով։ Կայացավ Ավստրիայի Կլագենֆուրտի հիվանդանոցի անեսթեզիոլոգիայի եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար պրոֆեսոր Ռուդոլֆ Լիկարի երկրորդ մասնագիտական այցը Հայաստան եւ նրա բանախոսությամբ անցկացված Ավստրիայի անեսթեզիոլոգիայի փորձի ներկայացում թեմայով գիտաժողովը ամփոփենք մեր հյուրերի հետ։ Այո, շտապենք ներկայացնել մեր հյուրերին, ինչպես արդեն հասկացաք, մեր տաղավարում է Ավստրիայի Կլագենֆուրտ հիվանդանոցի անեսթեզիոլոգիայի եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար պրոֆեսոր Ռուդոլֆ Լիկարը, ողջույն։ Ողջույն։ Մեր տաղավարում է նաեւ Վիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոցի մանկական անեսթեզիոլոգիական ծառայության պատասխանատու Աղավնի Համբարձումյանը, ողջույն։ Եվ կոմպոզիտոր դաշնակահար Կարեն Ասատրյանը, ողջույն։ Շնորհակալ ենք անչափ առավոտը մեզ հետ սկսելու համար եւ այս կարևոր գիտաժողովից նաեւ մեզ ու մեր հեռուստադիտողներին մանրամասներ ներկայացնելու։ Եվ այսպես, պարոն Ասատրյան, խնդրեմ պատմեք ինչպես ձևավորվեց կապը պրոֆեսոր Ռուդոլֆ Լիկարի հետ եւ մի փոքր նաեւ պրոֆեսոր Լիկարի Հայաստան այցի եւ առողջապահական ոլորտի հետ կապի ստեղծման մասին ներկայացրեք նաեւ։ Մեծ հաճույքով Ռուդոլֆը բարեգործական մի բան էր կազմակերպել, որպեսզի նրա գործենա, որ այդ թեմայով մարդիկ ծեր հասակում բարի կյանք ստեղծել եւ կոնցերտ էր կազմակերպել եւ խնդրեց ինձ այդ կոնցերտին մասնակցել եւ ծրագիրը կազմել Եվ այդ օրվանից հետո մենք մոտիկացանք եւ ընկերներ դարձանք ու ուզում էր իմի հայրենիքներ տեսնել եւ արդեն երրորդ անգամն է ճիշտ ասած մենք արդեն Հայաստանում ենք գտնվում ու ցանկություն հայտնեց կապ պաշտպանել իր գոլեգաների հետ այստեղ եւ ստեղծեց հնարավորություն որ դասախոսություն կարդա Վիգմոր ինստիտուտում, հիվանդանոցում եւ այո, այդպես է մեր կապը ստեղծվել ու կապը դեռ երկար հուսով եմ կլինի եւ կամուրջ է ստեղծվել այսպես ասած։ Իսկապես կամուրջ, որովհետեւ արդեն առաջին նմանատիպ գիտաժողովը չէ, մեր տեղեկություններով երկրորդն է եւ խնդրենք նաեւ մեր հյուրից տեղեկանալ ինչպիսի ակնկալիքներով սկսվեց այս աշխատանքը եւ ինչ է սպասվում առաջիկայում գուցե, որովհետեւ արդեն երկրորդ տարին է ինչ նմանատիպ փորձառություն է ունենում Հայաստանում։ Թարգմանեմ։ Այո։ Wie ist es stattgefunden, diese Aktion hier in Armenien zu sein und was erwartest du dir? Wir hatten die Möglichkeit, durch dich die Kultur in Armenien und auch die spirituelle Kultur in Armenien kennenzulernen. Իմ հետ միասին հնարավորություն ստեղծվելի երկիրը ճանաչել եւ երկրի արվեստը եւ պատմությունը Und wir hatten das Glück, auch in der Wigmar-Klinik voriges Jahr einen Vortrag zu halten. Und dadurch ist ein Austausch entstanden mit Ärztinnen und Ärzten von ihrer Abteilung. Und die Kollegen waren schon in Österreich und wir werden das intensivieren. Ուրախ է, որ այդ հնարավորությունը ստեղծվել է իր գոլեգաների հետ այստեղ աշխատել եւ ինք աշխատելու է այդ ճանապարհը այս կամուրջ ավելի բնդասնել եւ ավելի հաճախ տեղի ունենան նման հանդիպումներ եւ գոլեգաներ դեպի Ավստրիա հրավերքներ կլինեն եւ եղել են արդեն Und ich bin stolz, hier zu sein und dass wir gegenseitig das Wissen austauschen können, weil es uns eigentlich die Beziehung vertieft und es ist wirklich eine Herzlichkeit, die hier entgegengebracht wird. Ինքը բարդ է, որ այդ հնարավորությունը ստեղծվել է եւ շատ հիացած է Herzlichkeit բան մեր հյուրընկալությամբ Հայաստանի եւ հա Ինչը շատ կարևոր է եւ դա մի տեսակ ավանդույթ է մեզ մոտ լինել հյուրընկալ, հատկապես այն մարդկանց, ովքեր իրենց դերակատարումով լրջորեն որևէ դրական ազդեցություն կունենան կարևոր ոլորտի վրա։ Տիկին Համբարձումյան, այս դեպքում ինչով կկարևորեք պրոֆեսոր Լիկարի այցը Հայաստան եւ նաեւ համագործակցությունը արդեն հայ մասնագետների հետ։
Պրոֆեսոր Լիկարը բացի լինելով անեստեզիայի եւ ինտենսիվ թերապիայի ծառայության ղեկավարը երկու հիվանդանոցներում, երկու հիվանդանոցի ղեկավարն է անեստեզիայի եւ ինտենսիվ թերապիայի, պրոֆեսոր Լիկարը զբաղվում է նաեւ ցավի թերապիայով։ Ցավի թերապիա շատերի համար տարօրինակ լինի լսել ցավի կառավարման թերապիա, ինչ է սա ենթադրում։ Ցավի կառավարման թերապիան այսօրվա բժշկության հրամայականն է եւ պրոֆեսորը լինելով առաջատարներից մեկը, հիմնադիրներից մեկը, հնարավորություն է մեզ ընձեռնել ունենալ իրեն փորձը, ինքը շատ մեծ սիրով կիսվում է իրեն փորձով, հնարավորություն է տալիս քննարկել բարդ դեպքեր եւ դա իմ կարծիքով շատ մեծ հնարավորություն է մեր մասնագիտական մասնագետների համար, Հայաստանի մասնագետների համար օգտվել այդ փորձից եւ ներդնել այսօր հնարավորինս մեծ ուժով, չափով, այո, ներդնել այդ փորձը մեր հիվանդների վարման մեջ։ Դա ես կարծում եմ այս պահին մեր համար ամենաառաջին եւ կարեւոր հարցն է եւ Վիգմոր հիվանդանոցում, մեր հիվանդանոցում եւ ընդհանրապես անեսթեզիոլոգները եւ ռեանիմատոլոգները շատ հետաքրքրված են այո ցավի կառավարման, որովհետեւ այսօրվա բժշկությունը շատ է կարևորում հումանիզմը բժշկության մեջ։ Իսկ ցավը դուք գիտեք շատ վատ հետևանքներ ունի ոչ միայն հոգեբանական, այլ նաև ֆիզիոլոգիական առումով։ Մյուս բանը, որ կուզենայի շեշտել, որ այս համագործակցությունը զուտ տեսական հիմքերի վրա չէ, որովհետև այսօր դուք գիտեք, որ հնարավորություն կա on-line ունենալ շատ տեսական գիտելիքներ, շատ կարևորում ենք նաև իրեն ոչ տեսական, այսինքն նա, որ կարող են մարդիկ գնալ եւ սովորել տեղում եւ այդպիսի փորձառություն ունեցանք, մեր մասնագետներից երկուսը արդեն եղել են այնտեղ, իրենց հետ բերել են մեծ փորձառություն, շատ կարճ ժամանակում բավական մեծ փորձառություն անեսթեզիոլոգների մասին։ Այո, անեսթեզիոլոգների մասին է։ Երկու անեսթեզիոլոգ մեր մոտից եղել են եւ իրենց հետ բերել են մեծ փորձառություն, որը մենք արդեն իսկ փորձում ենք եւ ինչ-որ չափով արդեն ներդրել ենք մեր ամենօրյա աշխատանքի մեջ։ Այս գործնական կողմը ես շատ եմ կարևորում, մեզ համար շատ կարևոր է։ Իհարկե նաև կարևորում եմ process-ի շարունակական լինելը։ Ուրիշ բան է, եթե դու անում ես մի հատ այց, երկու այց եւ դրանով ավարտվում է, այստեղ այդպես չէ, պրոֆեսորը ունի ցանկություն մեզ կրթելու եւ դա անելու շարունակական ձևով։ Իսկապես հիանալի, երբ նմանատիպ համագործակցությունները կամրջում են երկու երկրներ ու փորձառություններ, վստահաբար բոլոր բժիշկների համար մեծ փորձ կլինի անգամ մեկ շփումը պրոֆեսորի հետ, բայց որպես շարունակություն, ինչ է պլանավորվում առաջիկայում, կարող ենք նաեւ բացել փակագծեր այլ մասնագետների համար եւս։ Իհարկե, ես մի ամիս առաջ ես դասավանդում եմ Վիեննայի ունիվերսիտետում, պետական երաժշտական ունիվերսիտետում, կոչվում է MDV, եւ երկու գոլեգաների հետ եղան կոնսերվատորիայում եւ այդ կամուրջը ստեղծվեց անգամ երաժշտական միջոցով մեծ կապ կա Չայկովսկի դպրոցի հետ, մենք ունենք սանիկներ, երաժշտական ուղղությամբ նույն բանը տեղի է ունենում, այսպես ճիշտ ասած իմ երաժշտությունը, Armenian Spirit երաժշտությունը Հայաստանում քիչ ընկնդիր ունի, ինձ ավելի շատ ապծրեմ, բայց քանի որ կապը ես էլ ճիշտ ասած 53 տարեկան հասակում հասկացա, որ հայրենիքը հայրենիք է, բայց մարդ կարա ուրիշ տեղ տուն իրանց գա եւ հայրենիքի հետ կապը փորձում եմ պաշտպանել եւ այդ կամուրջների միջոցով ինձ այսպես ասած
լավ եմ զգում, որ նման կամուրջներ են կառուցվում։ Դուք ապահովում եք երաժշտական հոգևոր բուժումը, իսկ պրոֆեսորը եւ Վիգմորի թիմը ապահովում են ֆիզիկական եւ հոգեբանական առողջությունը։ Ինչպիսին է հայկական ներուժը մասնագետների, խնդրենք նաեւ պրոֆեսորը պատասխանի այս 2 տարվա համատեղ համագործակցությունից հետո։ Was haltest du vom armenischen armenische Medizin, die du jetzt seit 2 Jahren schon kennst? Ihr kennst eigentlich nur Wigmor, aber was hat es einen Eindruck auf dich hinterlassen? Also die Wigmor-Klinik hat einen sehr positiven Eindruck auf mich hinterlassen. Ich war gestern die Operationsräume angeschaut, auch die Intensiv, wo die Kinder betreut werden, auch dass die Eltern dabei sind und so weiter. Վիգմոր կլինիկան իր վրա շատ տպավորիչ է եղել, ինքը երեք էքսկուրսիա արեց եւ օպերացիոն սենյակները տեսավ, շատ բարձր որակի են, ծնողները կարող են երեխաների հետ անցկացնել, որը ոչ բոլոր տեղերում է հնարավոր. Aber in Österreich ist Anästhesie und Intensiv schon 1950 gegründet worden, also ein sehr altes Fach. Das heißt, wir können hier natürlich unser Wissen auch vertiefen gegenseitig. Aber wichtig ist, dass man auch die Kultur respektiert. Das ist der große Unterschied. Man muss die Menschen respektieren in unterschiedlichen Kulturen. Քանի որ Կլագենֆուրտին կլինիկան 1950 թվականին արդեն երկար ժամանակ զարգացում է տեղի ունեցել, կա ստեղծում է հնարավորություն շատ բաներ այստեղ austausch ոնց են ասում ներդնել, բայց շեշտեց, որ հարգանքն է շատ կարևոր, պահպանել եւ կուլտուրան հարգել ուրիշ երկրի, որպեսզի այդ նման այդ ներդրումը ճիշտ լինի, այո. Und ich denke, wenn man neue Fächer, so wie wir haben, Palliativmedizin hier auch noch implementiert, dann kann man hier auch viel Humanes machen für die Menschen und gemeinsam können wir für die Menschen die Behandlung vertiefen und verbessern. Palliativ բուժման սիստեմը այստեղ քանի որ մենք չունենք, ինքը շատ կարևոր է համարում, դա այստեղ կփորձի այստեղ սկիզբը տալ ստեղծել, որպեսզի մենք էլ ունենանք նման այդ մշակույթի եւս ձևավորում մեզ մոտ։ Ապրեք, մերսի։ Խնդրեմ, եթե հավելելու բան ունեք։ Խնամքի առումով ես չխոսեցի դրա մասին, պրոֆեսորը Վեննայի Զիգմունդ Ֆրեյդի համալսարանի պրոֆեսորն է պալիատիվ խնամքի կազմակերպման հարցով եւ 3 դասախոսություններից մեկը ուղղված էր այդ պալիատիվ խնամքին, շատ տպավորիչ էր։ Շատ տպավորիչ էր։ Դու այդտեղ հասկանում ես, թե ինչքան բան կա անելու եւ ինչքան առաջ են մարդիկ գնացել այդ հարցում եւ ինչպես ասես պրոֆեսորը ինքը պատրաստ է մեզ օգնելու այդ հարցում ես շատ տպավորված եմ եւ ես եւ իմ գոլեգաները այդ պալիատիվ խնամքի կազմակերպման հարցում եւ որ ինքը մեզ ներկայացրեց։ Մենք նույնպես շատ ուրախ ենք, որ ունենք այս ոլորտում այս հաղթանակը, որովհետեւ գիտաժողովների տեսական եւ պրակտիկա աշխատանքների շնորհիվ կա որոշակի կրթական եւ գիտական մակարդակի բարձրացում, ինչի համար եւս մեկ անգամ շնորհակալություն բոլոր գլխավոր դերակատարներին։ Ձեզ օրվա դրական շարունակություն։ Շնորհակալ ենք, որ առավոտը սկսեցիք մեզ հետ։ Մենք շարժենք առաջ վայելելով երաժշտական տրամադրությունը։